Արարատի մարզի Գետազատ բնակավայրում շուրջ 2 ամիս է տիրում է անորոշ իրավիճակ։ Լիգա ՍՊ-ն դադարեցրել է Երևան Գետազատ երթուղային գծի սպասարկումը, որը տարիներ շարունակ կապում էր գյուղը մայրաքաղաքի հետ։ Շատ դժգոհ եմ, Երևան գնացող ավտոբուսը չկա, ես չգիտեմ սա մաֆիա թե ինչա, ում կողմից է, թող իշխանությունները ճշտեն ու պարզեն։ Ոնց եղավ, որ մենակ այս գյուղի ավտոբուսը փչացավ, ես չգիտեմ, ով որ ղեկավարն է, ում է պատկանում այդ ՍՊ-ն, ես չգիտեմ, թող նորը առնեն, ժողովրդի գումարները հավաքում են, բա չեն ուզում ներդրում անել, ես չեմ կարող հասկանամ։ Եվ այսօր ոչ մեկին չի անհանգստացնում։ Ես որոշել էի, որ ձայներ հավաքեի, դիմում գրեի, տանեի քաղաքապետարան։ Վերջին տարիներին միշտ եղել է, չէ՞, Երևան Գետազատը։ Այո, եղել է միշտ ժամով գնացել ենք, եկել ենք, մենք մեր ժամերը գիտեինք, տենց բան չի եղել։ Պատահել է, որ փչացել է, բայց հաջորդ ռեյսը նորմալ եղել է, մարդիկ օգտվել են։ Չգիտեմ, ինչ ասեմ։ Ընդամենը մեկ ավտոբուս է եղել, թե մի քանի ավտոբուս է եղել։ Չէ, 2 հատ էր։ Հա, մեկը գնում էր, մյուսը գալիս էր։ Այո, մեկը գնում էր, մյուսը գալիս էր։ Հետո դարձավ մի հատ։ Վարորդը որ այստեղ կանգնում է, հարցրեցինք, ասեց, որ 1 հատ է, պիտի գնամ, կանգնեմ, նոր գամ։ Ոնց որ օրվա մեջ 2 ժամ չէր լինում, հետո մի ժամ լինում էր, այսինքն ոնց որ 3 ժամվա տարբերություն էր արանքում։ Հիմա լրիվ հանեցին։ Ով է ամենակարողը, որ արգելել է այս գյուղին ավտոբուս չլինի։ Եվ որ իշխանությանն էլ, այսինքն քաղաքապետարանը չի հետաքրքրում դա։ Մամաս այն վաղ Երևանի ավտոբուսով էթում էր տեղ հետ էր գալի, հիմա չկա Երևանի ավտոբուսը, տաքսիներն էլ թանկ են, հիմա չգիտենք ինչ պետք է անենք։ Ինչ են պատճառաբանում, ինչու ձեզ զրկեցին տրանսպորտից։ Տրանսպորտի վարորդները ասում են, որ շատ պասաժիր չեն ունենում, նրանց այդ ոնց որ կարծիք է համաձայն չեմ, միշտ Գետազատի տրանսպորտները շատ լիքն են եղել։ Բնակիչները դժգոհ են ստեղծված իրավիճակից։ Նրանք նշում են, մինչ այժմ որևէ հստակ պարզաբանում չեն ստացել, թե ինչու է երթուղին դադարեցվել։ Բնակչության մեծամասնությունն աշխատում է Երևանում եւ տրանսպորտի բացակայության պատճառով այժմ խնդիր է ժամանակին աշխատանքի հասնելը։ Երևի 6-ից 7 գյուղ օգտվում է Գետազատ, Վարդաշեն, Մրգանուշ, Դեղցուտ, Արևշատ, այնտեղ ասեն գալիս է Նշավան, Բամբակավան, 7 գյուղ օգտվում է։ Հիմա մարդիկ բավականին խնդիրի առաջ են կանգնած։ Արտաշատի համայնքապետարանը գյուղին հատկացրել է ուսանողական անվճար ավտոբուս, սակայն ոչ բոլոր ուսանողներն են կարողանում օգտվել այդ հնարավորությունից։ Ոմանք սովորում են երկրորդ հերթափոխով եւ նախատեսված երթից օգտվել չեն հասցնում։ Ես խոսեմ մեր գյուղի անունից, մենք ցանկանում ենք, որ մեր ավտոբուսները նորմալ աշխատեն։ Ես շատ կողմ եմ, որ ուսանողների համար անվճար ավտոբուս կա, բայց ես այս պահին չեմ սովորում ու իմ համար խնդիր է քաղաք գնալը, որովհետև ուսանողների համար կա անվճար ավտոբուս, բայց այդ խանգարում է սովորական գյուղացուն, որ ինքը հասնի քաղաք, որովհետև մենակ այդ մի ավտոբուսն է, ուսանողին տանում է ու այդ ժամին եթե դու աշխատես քաղաքում, հաստատ չես կարող գնաս։ Տաքսիներով են, դրա համար աշխատողները, գյուղացիներ տաքսիներով են երթևեկում։ Գետազատի բնակիչները հաճախ ստիպված են քայլելով հասնել հարևան գյուղ, որպեսզի այնտեղից կարողանան օգտվել Երևան-Դվին երթուղուց։ Սակայն վերջին շրջանում այդ երթուղին եւս փոփոխության է ենթարկվել։ Այն այլևս չի անցնում դիտակ բնակավայրի տարածքով, ինչն էլ դժգոհություն է առաջացրել արդեն դիտակի բնակիչների շրջանում։ Դվինի ավտոբուսի մեջ էլ տեղ չկա, որ Գետազատի բնակիչներին տանի բերի։ Ես Երևանում սովորում եմ թաթերականում ու ինձ համար շատ բարդ է անընդհատ ոտքով հասնել Դվինի կանգար ու Դվինի ավտոբուսով գնալ գալ։ Շատ դժվար է։ Իսկ ետ գալը ինչպես է կազմակերպել։ Ետ գալը կրկին Դվինի ավտոբուսով 8:30։ Այսինքն այդ ժամին պետք է ոտքով բարձրանալ Գետազատ։ Հա։ Ու միայն ես չէ, Գետազատի շատ բնակիչներ այդպես են անում, ուսանողներ ոտքով բարձրանում են Գետազատ։ Որ ես ուզում գնամ Երևան, ոնց եմ գնալու Երևան, եթե տրանսպորտներ չկան։ Մտահոգություն է դա։ Ոնց կարող պատահենք այդքան տարի լի։ Ես ինչ հիշում եմ, այդպես բան չէ, որ մեր գյուղը ավտոբուս չկա։ Չեմ հիշում այդպես բան։ Հետո մեր գյուղը ռայոնի մեծ գյուղերից մեկն է։ Ունենք շատ ուսանողներ, շատ։ Ինչ կնովելի պետք է տրանսպորտը աշխատի, գյուղը վերջով։ Ամենակարևորը առավոտը ես տենում եմ ստեպ փողոցում եմ ապրում ես առաջի, ոտով էդ մեն հետ են գալի, չկա տրանսպորտ, ինչ անեն, ուսանող են,
Գնում են որ Դվինի ավտոբուսով գնան Բայց Երևան։ չկա, elə չեն կարող նստեն։ Ես շատ ապատայի, ստից միջև բաչան, սալտանոտ են ավտոբուսը, բայց չեն կայնել, լիքն է։ Չեն կայնում։ Բայց պատճառը ինչու՞մն է որ հանեցին։ Այ չեմ մանում։ Երևի ասում են որ շարժը քիչ է։ Բայց քիչ է արդյոք։ Չէ, ես մանավանդ առադվառեսները լիք կլեն, ինձ տմալ լիք կլեն։ Դե հիմա ասում են Դվինի ավտոբուսով հարմարվեք։ Արդյոք կարող եք Չէ, հարմարվել։ ես իմ չգիտեմ ոնց, բայց ուսանողությունը կասի, որ չեն կարա հարմարվել։ Դվինի ավտոբուսով չեն կարա։ Եթե վայրանք չկա, եթե ինչ-որ արդի լուտում չի։ Լիգա ՍՊ-ից հայտնեցին, ավտոբուսները այժմ գտնվում են անսարք վիճակում։ Վերջերս մրցույթում հաղթող է ճանաչվել Vedu Boat ընկերությունը եւ օգոստոսի 10-ից Արարատի մարզի տրանսպորտային սպասարկումը կիրականացնի հենց Vedu Boat ՍՊ-ն։ Այդ պատճառով Լիգա ՍՊ-ն չի կարող ընդամենը մի քանի ամսվա համար նոր ավտոբուսներ ձեռք բերել բոլոր գյուղերը սպասարկելու նպատակով։ Արևիկ Խաչատրյան, Աշոտ Մանուկյան, Արարատ հեռուստաընկերություն։